Ես Յանա Ուսոյան եմ, սովորում եմ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դեղագործություն բաժնում։ Դեռ վաղ տարիքից ուղենշել էի այս ոլորտը ինձ համար եւ հատկապես շատ եմ կարևորում կրթությունը, քանի որ կրթությունը դա յուրաքանչյուրի իրավունքն է եւ բացի այդ կրթված մարդիկ ավելի գիտակից են իրենց իրավունքների, հասարակական արժեքների վերաբերյալ եւ ավելի հեշտ են կարողանում ինտեգրվել հասարակության մեջ։ Դեղագործություն մասնագիտությունը ընտրել եմ, քանի որ հենց փոքր տարիքից ես սիրում էի բժշկական ոլորտը ու դպրոց ավարտելուց հետո հնարավորություն ունեցա հենց ընդգրկվել այս ոլորտում։ Իմ կարծիքով յուրաքանչյուր եսի աղջկա համար ամենամեծ դժվարությունը դա համայնքի կարծրատիպերն են, որի արդյունքում նրանց կրթությունը ետին պլան է մղվում։ Իմ պարագայում պետք է նշեմ, որ իմ դժվարությունները այնքան է մեծ չեն եղել, քանի որ իմ հիմնական ուժը աջակցություն է եղել ընտանիքից, որի արդյունքում ես այսօր հասել եմ այս կետին։ Ես կարծում եմ, որ շատ խնդիրների լուծումը գալիս է հենց մարդկանց մտածելակերպից եւ հատկապես մեծ ազդեցություն ունեն հենց մեծ տարիքի մարդիկ ընտանիքում։ Օրինակ, իմ ընտանիքում հենց կրթություն ստանալը դա ոնց որ ընդունված է եւ այլ տարբերակ չէր կարող լինել ու իմ պարագայում իմ քույրերը հենց ստացել են կրթությունը եւ արդյունքում ես էլ եմ շարունակում ստանալ կրթությունս։ Եվ կանայք եւ տղամարդիկ պետք է իրենց հավասար ուժերով փորձեն լուծել իրենց համայնքում առկա խնդիրը։ Գենդերային հավասարությունը եւ հենց առհասարակ հավասար իրավունքների առկայությունը ձևավորում է հենց բարեկեցիկ հասարակություն եւ առհասարակ հենց համայնքն է լինում առողջ, մթնոլորտն է լինում առողջ եւ մարդիկ կարողանում են իրենց համայնքում լիարժեք ինտեգրվել։ Իմ կոչն է, որ բոլոր աղջիկները անկախ ամեն ինչից շարունակեն իրենց կրթությունը եւ պարտադիր ստանան իրենց մասնագիտությունը, սովորելով հենց իրենք կդառնան առաջին օրինակներից մեկը մյուս աղջիկների համար, որոնք իրենց հերթին եւս կարող են իրենց սովորելու իրավունքը օգտագործել։ Կուզեի, որ ապագայում մեր համայնքի աղջիկները եւ կանայք լինեին ավելի վստահ եւ համառ ու պայքարեին իրենց բոլոր իրավունքների պահպանման համար։